Ողջույն սիրելի ընկերներ, հուսով եմ, որ լավ եք, Աստված օրհնի ձեզ։ Հույսի գերիներ, ինչպես Աստվածաշունչն է ասում Զաքարիա 9-րդ գլուխ 12 համարի մեջ, որ ամրոցը դարձեք հույսի գերիներ եւ ես կծանուցանեմ, թե կրկնապատիկ հատուցում պետք է անեմ ձեզ։ Ինչ հրաշալի խոսք է։ Այսօր ուզում եմ երկու խոսք խոսել սրա մասին եւ ես կոչ եմ անում, որ իրականում մենք լինենք հույսի գերիներ։ Ինչ է նշանակում լինել հույսի գերի սիրելիներս։ Հույսի գերի դառնալ նշանակում է անկախ այն ամենից, ինչ տեղի ունենում մեր կյանքում, մենք հրաժարվում ենք բաց թողնել հույսը եւ վստահում ենք, որ Աստված կարող է մեզ հասնել օգնության։ Այո, ես գիտեմ, որ թշնամին քնած չի եւ ինքը բերում է տարբեր մտքեր եւ ցույց է տալիս քո ներկա դժվար վիճակը եւ այդ վիճակին նայելով դու կորցնում ես քո հույսը, որովհետեւ դու նայում ես մարդկայնորեն եւ մտածում ես, որ ոչ մի հարցի լուծում չի տրվի, բայց Աստվածաշունչը ասում է հույսի գերիներ։ Սիրելիներս կոչ եմ անում եղեք հույսի գերիներ, որովհետեւ Աստված իր խոսքի մեջ խոստացել է, որ կրկնապատիկ ձևով պետք է հատուցի եւ Աստված իր խոսքը իրանից վեր է դասել եւ գրված է Սուրբ գրքի մեջ, որ հույսով ուրախ եղեք եւ անդադար աղոթք արեք։ Սիրելիներս եղեք հույսի գերիներ, ոչ թե տրտմության, հուսահատության, դժբախտության, թուլության, հիվանդության, այլ հույսի գերի եղեք, որովհետեւ Տերը խոստացել է, որ նա անպայման մեզ օգնության է հասնելու։ Աստված օրհնի ձեզ, կոչ եմ անում, որ հույսով վառվեք, Տիրոջ ուրախությամբ լցվեք, որովհետև այն ինչ որ դու այսօր անցնում ես, ինչի միջով անցնում ես, դա Աստված կվերցնի եւ կփոխի բոլոր իրավիճակները եւ իր խոսքը ու կամքը կհաստատի քո կյանքի մեջ։ Եղեք հույսի գերիներ, հույսով ուրախ եղեք, լցվեք Աստծո օրհնությունով եւ ձեր մտքի եւ ձեր սրտի եւ ձեր վերաբերմունքի ու կյանքի ամեն ընթացքի մեջ ամեն մի քայլը թող լինի հույսով լցված։ Հույս ոչ թե մարդկանց վրա, այլ Աստծո վրա։ Աստված օրհնի ձեզ։ Եղեք հույսի գերիներ։ Տիրոջ օրհնությունը ձեզ հետ լինի։ Ամեն։